Արդեն մեկ շաբաթ է փակ է, մենք գիտենք, որ այստեղ նաև զբոսաշրջիկներ են գալիս, հա տուրեր են լինում, նախապես գրանցվում են, ոնց է այստեղ գալը եւ ինչ կասեք դրանով, դուժում է Շատ ատուժում, որովհետև երկու շաբթի օրվանից բավականին մեծ խմբեր ենք ունեցել գրանցված ու քանի որ մենք էլ այստեղ չենք եղել աշխատանքի, անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է ու չենք կարող էքսկուրսիա անցկացնել։ Խոսքը չի գնում 5-10 հոգու մասին, մոտավորապես 80-100 հոգանոց խմբերի մասին եմ խոսում, որովհետև ինչպես գիտեք, զբոսաշրջության համար հիմա բարձր սեզոն է համարվում Հայաստանը ու տենց մեծ կորուստներ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաև պետությունը, որովհետև մենք նորմալ հարկերով ու ամեն ինչով աշխատում ենք, ամբողջ գործարանն է այդպես աշխատում, ես իմ բաժնի մասին խոսամ, էքսկուրսիաները նույնպես, ՀԴՄ-ներով եւ ամեն ինչով, եւ դրանից կորուստ ունենում ոչ միայն գործարանը, այլ նաեւ մեր պետությունը, ու տենց ոնց որ ստացվում անենց վանում ենք մեր զբոսաշրջիկներին, ամեն անգամ իրանց մերժելով, գործնական հեռախոսը իմ մոտ է, եթե ձեզ ցույց տամ ինչքան զանգեր ա մեզ եկել տուրիստներից, խնդրանքներով, որ գոնե իրանց համար բացենք գործարանը, բայց քանի որ մենք էլ ենք հարկադիր արձակուրդի գնացել, ես իրանց բոլորին մերժել եմ ստիպված, հետո չգիտեմ ոնց է լինելու այդքանի նորից ներգրավելու գործարանում։ Բացասական ազդեցություն ունեն ոչ միայն գործարանի, այլև երկրի վրա։ Իհարկե, բայց զբոսաշրջություն ենք զարգացնում Հայաստանում, այդպես չենք զարգացնում։ Այսինքն պետք է այնպես անենք, որ զբոսաշրջիկը մաքսիմալ իրան կոմֆորտ զգա այստեղ։ Ու հավատացեք, այս ընթացքում, որ շփվում ենք տարբեր տուրիստների, զբոսաշրջիկների հետ, ովքեր մեզ ընկերներ են դարձել, շփում ունենք, իրենք շատ ցավով են արձագանքում այս փաստին, շատ են տխրում, որ առաջինը մեր սեփականատիրոջ ազատությունն է հիմա խաթարված ու բացի այդ մեր աշխատանքն է խաթարված։ Իրանք շատ ցավով են նշում այդ մասին, բազմաթիվ զանգեր, նամակներ ենք ստանում ու այս միայն մեր հայ ազգի ու մեր քաղաքացու խնդիրը չէ։ Դրա մասին ցավով են նշում նաև երկրում բնակվող մեր ընկերները, զբոսաշրջիկները, հայրենակիցները ու դրա մասին արձագանքում են։ Որտեղից են Դա կախված է սեզոնից, ամռան ամիսների Եվրոպայից, Ամերիկայից, մեր հայերը, եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները, տարբեր ազգի ներկայացուցիչներ ու մեր աշխատանքը սիրված է եղել միշտ ու ցավում եմ, որ հիմա այսպիսի վիճակում ենք, չենք աշխատում ու չենք կարողանում ապահովել զբոսաշրջության մեր ծառայությունը մեր երկրին ու մեր զբոսաշրջիկներին, ցավում ենք շատ։ Ասեք ինչ Վնասները կներեք ես ռուսախոս եմ, բայց կփորձեմ հայերեն խոսել, վնասները արդեն հետո կերևա, կհաշվեն, արդեն կհասկանան, ինչ վնասներ են կրում, բայց մենք հոգեպեսել ենք տենց կոտորվում, աշխատում ենք, տրամադրությունը լավ է, ես 15 տարվա աշխատող եմ ու երբեք չի եղել, որ մեր աշխատավարձը պահեն, մեզ նեղացնեն, մենք գալիս ենք մեր աշխատանքին, գնում ենք, օգուտ ենք տալի, օգուտ ենք ստանում եւ չգիտեմ, էլ ինչ ասեմ, ես խնդրում եմ վերևից ով հրաման է տվել, թող վերանայի այդ հրամանը, քանի որ մենք ուզում ենք վերադառնանք մեր աշխատանքին, աշխատենք, մեր ընտանիքի տեր լինենք, մեզ տեր լինենք ու մուլտիգրուպը մեծ հարկատու է, հարկերը մենք շատ ենք վճարում, եթե վերցես մեր մուլտիգրուպ կոնցերնը, պատկերացրեք ոչ արտաքին շուկա աշխա, ոչ ներքին շուկա կա, ոչ զբոսաշրջիկություն կա։ Մի քիչ անհասկանալի է այդ վերաբերմունքը մեր գործարանի, մեր հայ ժողովրդի նկատմամբ, բայց ռուս ազգությամբ։ Շնորհակալություն, որպես հայ քաղաքացի կուզեմ խոսել, ոչ թե գործարանի աշխատող ու ներկայացուցիչ, իմ համար շատ ցավալի փաստ է այն, որ մեր երկրում, այս զարգացող ժամանակաշրջանում հարցերը, խնդիրները քաղաքական, ոչ քաղաքական լուծվում են բռնության կանոնները կիրառելու մեթոդով։ Այդ իմ համար շատ ցավալի է, ես շատ տխրել եմ, երիտասարդ եմ, բայց այս մի շաբաթ է շատ տխուր եմ, որ այս տեսակ հզոր մարդիկ, ովքեր որ մեր երկրի համար իրենց չնչին լուման են դնում, ես այս դեպքում պարոն Ծառուկյանն է, բայց պարոն Ծառուկյանի փոխարեն կարող են ցանկացած մի գործարար հայտնվել, ես բոլորի անունից ու բոլորի համար եմ նշում, շատ ցավալի է, որ այս տեսակ բռնության օրենքներով են։ Կա բանակցությունների սեղան, կարելի է սեղանի շուրջ հավաքվել ու ինչ-որ լուծում տալ ու ավելի լավ ու դրական լուծում լինել, քան այս տեսակ անախորժություններ, մարդկանց այսպես դրսում կանգնեցնել, այս մի քիչ ճիշտ չի։
Տեսեք, բացի երիտասարդ եմ, ես այստեղ եմ, բայց տեսեք ինչ տարիքի մարդիկ կան, որոնց համար այս ամեն ինչը լուրջ խնդիր է։ Հարցիատեր կգտնի ձեր բոլորի բողոքի ձայնը եւ ինչպես եք դրա պատկերացնում։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ երկրի լավ քաղաքացին եմ, այսքան դժվարություններ տեսած ազգ ենք, ես չեմ լքել իմ երկիրը երբեք ու հուսով եմ, որ իմ երկրի ղեկավարությունը ականջալուր կլինի մեր բողոքին, շատ հույս ունեմ։ Դրա համար եմ այստեղ։ Մուլտիսկոմունի աշխատակիցներն ասում են, եթե չվերականգնվի իրենց աշխատանքը, իրենք պատրաստ են անգամ Սևանի մայրուղին փակել, քննչական կոմիտե գնալ։ Հիմա ձեր պարագայում, եթե ամեն դեպքում այս ակցիան որևէ արդյունք չգրանցի, դուք ինչ եք անելու, ինչ եք ակնկալել։ Տեսեք, պետք չի ոչինչ քաղաքականացնել, դա բողոքի մի ձև է։ Այսինքն թե որ ընկերությունը ինչ բողոք ներկայացնի ու ինչ մոտեցում բողոքի, այդ արդեն կախված է մարդկանց ցանկությունից, որոշումից։ Որևէ ընդհանուր հնարավորություն ունեք, որոշում ունեք, թե ինչպես է շարունակել այս ակցիան։ Ես տեսեք, եթե լուծում չտրվի, չգիտեմ ինչ կլինի, բոլորիս համար է դժվար լինելու։ Մենք բրենդ ենք ներկայացնում, ապրանքատեսակ ենք ներկայացնում ամբողջ աշխարհում։ Դեռ միայն մեր կոնյակի գործարանի մասին ենք խոսում։ Տեսեք, Multigroup կոնցեռնի շրջանակներում ինչ ընկերություններ կան ու ինչ գործունեություն են ծավալում։ Մենք նախ կտուժենք մեր երկիրը կտուժի ֆինանսական տեսանկյունից եւ երկրորդը մեր պատիվն ու անունն է։ Մենք հայկական կոնյակ ենք ներկայացնում։ Ու շատ կուզեմ, որ այն պատմությունը, որ հաղթանակով ենք ձեռք բերել կոնյակի շուրջ տարածվող, չեմ ուզի, որ այս տեսակ չնչին ու, չգիտեմ, տխուր ու վատ փաստերով ամբողջ աշխարհին ներկայացնենք ու ականջալուր լինենք, չեմ ուզի։ Աշխատատեղ գտնելը հեշտ է, կարող եք եթե երկար պայմանա հեշտությամբ գնալ երիտասարդներ մասնագետներ եւ աշխատանք գտնել։ Տեսեք, մենք այնքան լավ պրակտիկա ու փորձ ունենք, պարոն Ծառուկյան ինքը շատ աշխատասեր մարդ է ու իր աշխատասիրությունը նաև որոշ չափով փոխանցվել է մեզ։ Մենք ամեն օր ենք ականատես լինում այդ ամեն ինչին։ Մենք կարող է կգտնենք, որովհետև ունենք մեծ փորձ, բայց չենք ուզում կորցնենք այն ինչ ունենք, որովհետև այս պատերի այն կողմը մեծ մշակույթ է սառեցված ներկապահին։ Այդ միայն մեր ցավը չէ, ձեր բոլորիս, մեր հայազգի ցավն է։ Ու չենք ուզի, որ այս հզոր մշակույթը, որ տարիների ընթացքում է ձեռք բերել, այսպես լռության մեջ մնա ու չգիտենք հետո ճակատագիր ինչ կլինի։ Այս տեսակ չնչին, այս մի շաբաթվա լռությունը, այս խոսակցությունները եւ այլն ամեն ինչը շատ կարող է վատ անդրադառնալ այն հզոր պատմության էջերի վրա, որոնք որ տարիների ու դարերի ընթացքում են գրվել։ Անկեղծ չենք ուզի։ Մենք սիրում ենք մեր պարոն Ծառուկյանին, մենք ողջունում ենք այստեղից իրեն, շատ սիրում ենք, սպասում ենք ու մեծ հպարտությամբ ու ցանկությամբ սպասում ենք, որ այցելի նոր աշխատանք, նոր հանձնարարականներ մեզ տա, մենք ոգևորվենք ու ավելի լավ ուժով ու ներուժով աշխատենք, ինչ ասեմ, այդքանը։